Ես միշտ մտածել եմ, որ բոլոր առաքինություններից ինձ առավել բնորոշ է բարեպաշտությունը, ամենահեզաբարո հաճույքը մահկանացուների համար։ Հենց բարեպաշտությունն է կազմում իշխանության երջանկությունը և մղում նախանձախնդրորեն այն օգտագործելուն։ Ես որոշեցի այս վայրը նվիրել բոլոր աստվածների համար միանման գահեր կառուցելուն, ոչ միայն կանգնեցնելու համար իմ նախնիների հուշարձանները, որոնք դուք տեսնում եք, այլև որպիսի բարեպաշտանձինք, որ նվիրել են իրենց բարձրագույն ոգիներին, իրենց աչքի առաջ մշտապես ունենան այս վայրն իբրև վկան իմ բարեպաշտության, որտեղ իրենք ևս կունենան միևնույն զգացումները։ Ահա թե ինչու ես կանգնեցրեցի աստվածային կերպարանքով այս արձանները։ Անտիոքոս առաջին Կոմմագենացի, Քրիստոսից առաջ առաջին դար։ Հռոմեական զորքերը Քրիստոսից առաջ երկրորդ դարում սկսել և առաջին դարի սկզբին շարունակում էին առաջխաղացումը դեպի արևելք։ Արևելքում Ալեքսանդր Մակեդոնացու տերության գլխավոր ժառանգորդ Սելևկյան պետությունը կորցրել էր իր երբեմնի հզորությունը։ Նախկին հզորությունը կորցրել էր նաև Մակեդոնացու տերության մյուս ժառանգորդը՝ Եգիպտոսի Պտղոմյան թագավորությունը։ Փոխարենը հզորացել էին Պոնտական և Պարթևական թագավորությունները։ Իսկ Առաջավոր Ասիայի հյուսիսում շարունակում էր հզոր մնալ Մեծ Հայքի թագավորությունը։ Քրիստոսից առաջ 95 թվականին Մեծ Հայքում գահ բարձրացավ Տիգրան Մեծը, որը 25 տարում հասավ աննախադեպ հաջողությունների։ Նա հաղթական արշավանքներ կատարեց դեպի Փոքր Ասիայի խորքերը, տիրեց Հայաստանի հյուսիսում գտնվող Վրաստանին ու Աղվանքին, ջախջախեց և իր գերիշխանությանը ենթարկեց Պարթևական տերությանը, խլելով նրանցից նաև արքայից արքա Տիտղոսը։ Տիրեց միջերկրական ծովի ողջ արևելքին, Կիլիկիային, Սելևկյան տերությանը, Փյունիկիային, Հրեաստանին, Նաբաթեական թագավորությանը։ Տիգրան Մեծի տրամադրած զորքերով Եգիպտոսում իշխանության գլուխ եկավ Պտղոմայոս 12-րդը։ Այդպիսով հայոց արքա Տիգրան Մեծը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն տիրակալը։ Քրիստոսից առաջ 71 թվականին Հռոմը պարտության մատնեց Պոնտոսի արքա Միրդատ Եվպատորին, որը փախուստի դիմեց Հայաստան և ապաստանեց իր դաշնակից Տիգրան Մեծի մոտ։ Հռոմեացիները պահանջեցին հանձնել Միրդատ Եվպատորին, սակայն հայոց տիրակալը մերժեց նրանց։ Պատերազմն անխուսափելի էր արևելքի և արևմուտքի երկու գերտերությունների միջև։ Հռոմեացիները պատրաստվում էին պատերազմի։
Այս լարված քաղաքական մթնոլորտում էր, որ Քրիստոսից առաջ 70 թվականին հայկական կամ արևելյան Տավրոսի լեռներում ծվարած Կոմմագենեի փոքրիկ թագավորությունում գահ բարձրացավ Անտիոքոս առաջինը։ Կոմմագենեն երկրի հունարեն անվանումն է։ Հնագույն ասորեստանյան, խեթական, լուվիական և հայկական աղբյուրներում այն հայտնի է կամախ, կումախա, կումուխ տարբերակներով։ Կոմմագենե կամախ երկրի մասին հնագույն հիշատակությունները գրավոր աղբյուրներում պահպանվել են սկսած Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակից։ Առաջին հազարամյակի առաջին կեսին փոքրիկ այս թագավորությունը հայտնվում է Ասորեստանի և Ուրարտու կամ Արարատյան թագավորության հակամարտությունների ոլորտում և որպես օրինաչափություն դաշնակցում է ազգակից Արարատյան թագավորության հետ։ Քրիստոսից առաջ 7-րդ դարի վերջերից սկսած Կոմմագենեի տարածքը մասն է կազմում Երվանդունիների հայկական թագավորության։ Երվանդունյա ծառայատոհմը Հայաստանում իշխեց մի քանի դար շարունակ, ընդ որում Կոմմագենեի Անտիոքոս առաջին թագավորը ևս պատկանում էր նույն այդ արքայատոհմին։ Հռոմեա-հայկական պատերազմն ավարտվեց Քրիստոսից առաջ 66 թվին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում կնքված հաշտության պայմանագրով։ Այդ պայմանագրով Կոմմագենեն ճանաչվեց անկախ թագավորություն, իսկ Անտիոքոս առաջինը սկսեց կրել մեծ թագավոր տիտղոսը։ Անտիոքոս առաջինին վիճակված էր կառուցելու բազմաթիվ հոյակել շինություններ, որոնց թվում աշխարհի ամենաառեղծվածային և մինչ օրս հիացմունք պատճառող հուշարձաններից մեկը՝ Կոմմագենեի Նեմրութ լեռան սրբավայրը։ Անտիոքոս առաջինի ծննդաբանության մասին մենք իմանում ենք Նեմրութի սրբավայրում նրա թողած արձանագրություններից, նաև կանգնեցրած պատկերաքանդակներից, որտեղ երկու շարքով, ամեն շարքում 15 քարասալով ներկայացված են նրա նախնիները, մի կողմը հայրական գծով, մյուս կողմը մայրական։ Հայրական գծով նախնիների շարքը Անտիոքոս առաջինը սկսում է Դարեհ առաջինով, իսկ մայրական գծով նախնիներինը Ալեքսանդր Մակեդոնացով։ Այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, որը շատ տարածված է եղել բոլոր ժամանակներում։ Դա գահակալների կողմից իրենց համար խիստ պատվաբեր ծագումնաբանության ներկայացումն էր, որը երբեմն չէր համապատասխանում իրականությանը։ Քրիստոսից առաջ առաջին դարում Աքեմենյան Դարեհ առաջին արքայից և Ալեքսանդր Մակեդոնացուց էին իրենց ծննդաբանությունը բխեցնում ոչ միայն Կոմմագենեի, այլև հարևան Կապադոկիայի և Պոնտոսի թագավորները։ Այս երևույթը հետագա դարերում ևս ունեցավ բազմաթիվ դրսևորումներ։